Ական 78 Ական գոյական Նոր տասնամյակի սկզբի տարին 1990 թվականը նվիրեցինք հին բարքերին, 91-ին անկախացանք ու բաղձալի ազատության գլխապտույտի մեջ ընկանք։ Նոր անկախ պետության կազմակերպչական գործերին զուգահեռ բակերը կրթօջախներ դարձան։ Ամեն տեղ դասավանդում էր նույն ինքը, խիստ ու անկաշառ կյանքը։ Մենք երեխաներով ապրում էինք փորձագետ փիլիսոփաների և գիտակ վերլուծաբանների հետ կողք կողքի, նույն բակերում։ Ախպեր կյանքը ռեզկի փոխվեց, լրիվ նոր ձևեր ա։ Այս արտահայտությունը բոլոր ժամանակներում արդիական է, բայց հատկապես 90-ականների սկզբի տարիների համար դիպուկ էր ասված։ Մասնագիտությունները խառնվեցին, ձուլվեցին ու առևտրականի մասնագիտությամբ հանդես եկան։ Հայ վաճառականն արթնացավ, զանգվածային առուծախ սկսվեց։ Օրվա օգուտով բակ վերադարձածները քոռ ու փոշման մնացածներին քաջալերում, ոգեշնչում էին ու անիմաստ հորդորելու փոխարեն օգնում էին։ Երբեմն տրամադրվելու համար նպաստավոր տրամադրություն չէր լինում, բայց հույսի ու զարթոնքի տարիներ էին։ Փոքրիկ հաջողությունը մեղրաջրի քաղցրություն ուներ։ Արա ապեր մի քիչ քեզ տիրություն արա էլի, շաքարդ էնքան բարձր ա, մատիցդ մեղր ա կատում, դու դրե պտիչի մալակո ես ուտում։ Խորհրդատու հայի դեմքի լրջությունն ու համաչափ շնչառությունը խոսքն ավելի ազդեցիկ է դարձնում։ Արիքարը փեշիցդ թափի տուր էլի, երկու ոտդ դրել ես մի կոշիկի մեջ գազ ես տալիս, որ ինչ, ում ես վատություն անում, վաղը մյուս օրը կողքդ մարդ չի մնալու, հիմա ինչ ուզածս փողը չես տալու։ Մի շաբաթից հետ կտամ, հետո փողի վրա այդքան մի դողա, այսօր կա վաղը չկա, կարևորը մարդկությունն է, մարդ եղի, արի ասածս գործի մեջ դնենք, հաշվել եմ 1-ին 4.5 փող ա մնում։ Գործերն արդյունավետ կառավարելու համար միայն գործից հասկանալը քիչ էր, որոշակի լծակներ էին պետք, սուբսիդավորում չկար, բայց ախպերս մեր ձեռից ինչ գալիս ա, ախպերության համար պատրաստ ենք, իրարով ցավներդ տանեմ, իրարով, ու այդպես իրարով էլ ապրեցինք։ Մեկ իրար օգնում, մեկ խանգարում էինք, բայց մեկ է, կյանքը շատ ավելի իսկական էր, մարդկանց բնազդներն ու զգայարանները ըստ բնության կանոնների էին գործում։ 90-ականներին հայ առաքելական եկեղեցու տաղավար տոներից Տյառն ընդառաջի օրերին ամեն տարի մեր Դավթաշենի բակում մեծ կրակ էինք վառում։ Դավթաշենի շենքերի մեծամասնությունը ջեռուցվում էր։ Կարծեմ մասիվներում էլ ջեռուցվող շենքեր կային։ Ասում էին մասիվի պարերը թույլ են։ Չէ, մեր պարերը գռռում էին։ Դե շատ տաք էին էլի։ Դավթաշենում բնակվողները ջեռուցման կոմունալի վարձ տեսած մարդիկ են։ Թեպետ բոլորը չէին, որ կարողանում էին վճարել ամսական վարձը, բայց դե չէին անջատում։ Մենք պառավոյի մարդ տեսած մարդիկ ենք։ Էդ ջուրը փակեք, պառավոյի մարդը մտավ մեր պատեստ։ Այո, շատերը պառից վեննա էին մտնում։ Ոչ մեկս սուրբ չէինք, դրա համար էլ տաք ջուր էինք ունենում, բայց իրոք խղճով էինք օգտագործում։ Այնուամենայնիվ կոմունիզմից իներցիայով մեզ հասած կոմունալը թոզմիշ արեցինք։ Կացելնիները չդիմացան, հանրապետության մնացած կացելնիների նման հետագայում քանդվեցին։ Ջեռուցվող շենքերի մասին այս երկար անդրադարձն այն մասին էր, որ Դավթաշենի մեր շենքի բնակիչների համար փայտը կենսական նշանակություն չուներ։ Ով ինչ ուներ, տրնդեզի օրը բերում ու բակի ընդհանուր կրակի մեջ էր գցում։ Անկախ նրանից շենքում նորապսակներ կային թե ոչ, միևնույն է, կրակ էինք վառում ու ողջ բակով տրնդեզ էինք անում։ Նման միջոցառումները սովորաբար իր բամբ ձայնով մեր կողքի մուտքի երկրորդ հարկի Վարդան ձյան էր ղեկավարում։ Կրակը, հումորը, աղանձն ու ադիբուդին, խինդն ու ծիծաղը լուսավորում էին մութ բակը։ Բոլոր բնակիչները իջնում ու մասնակցում էին տոնախմբությանը։ Երեխեք տեղ տվեք, Սամվել ձյայի հերթն ա։ Սամո ջան, հիմա որ 7 անգամ թռնում ես, զոքանջդ ձեր տուն էլ չի գալի։ Երեխեք, իրար ձեռ բռնեք, կալցո արեք, 8 կռուկ ֆռացեք։ 7, 8, 9, չեղավ, մի հատ հետ ֆռացեք։ Համո կրակը պրծնում ա, են աբալովկի տախտակներդ բեր։ Տո բեր այ ախպեր, հլը ահագին մարդ չի թռել։
Մինչև Համոյին համոզում էին տախտակները բերի, այդ ընթացքում Ահարոնը իր ավտոտնակից ամենաերկար իշավոտնուկը հանեց ու լուռ սկսեց սղոցել։ Ահարոնը հասկանում էր, որ ծերացած իշավոտնուկը հանուն ժողովրդի ուրախության է զոհաբերում։ Այ, մալադեց Ահարոն ջան, հələ էդ էշավոտնուկները լորդեսյան, հələ արի կամո ջան, քո հերթնա, թռի, բայց զգույշ չխանձվես։ Մի բան հաստատ գիտեմ, այն օրերին դժվարությունների մեջ մարդիկ ավելի լիարժեք էին ապրում, ամեն վայրկյանը հասցնում էինք ապրել։ Կյանքը այնքան հագեցած էր, որ օրերը մեկը մյուսի հետևից անցնում գնում էին, բայց մենք օրվա արժեքը լավ գիտեինք։ Ոչ մի րոպե զուր չէինք պատնում։ Քանի որ այս ականում դեպքերը փետրվար ամսին են տեղի ունենում, պատմեմ փետրվարյան այն օրվա մասին, որը 4 տարին մեկ է գալիս։ Հստակ չեմ հիշում, որ թվականն էր, բայց նահանջ տարին բացահայտելու օրն էր։ Փետրվարի 29-ին Ալբերտ ձյայի ծննդյան օրն էր։ Ալբերտ ձյա, հիմա լուրջ ծնունդիդ օրը 4 տարին մեկ, հա։ Հա, Հարութիկ ջան, ամբողջ կյանքում իսկական ծնունդիս օրը ընդամենը 11 անգամ եմ նշել։ Հա, փաստորեն ինձնից փոքր ես։ Դե հա, էլի, փաստորեն տենց է ստացվում։ Հարութ ջան, կապ չունի, որ օրն ես ծնվում։ Կարևորը մինչև մյուս ծննդյանդ օրը հասցնես լավ գործեր շատ անես։ Բախտս բերել է, մյուս ծնունդիս օրը 4 տարի հետոյա։ Ահագին ժամանակ ունեմ։ Անկախությունից հետո 34 տարի անցավ։ Լավ գործեր անելու ահագին ժամանակ ունեինք, բայց դա բավարար չեղավ, որ մեր ձեռքբերումները պահելու համար լավ գործ էինք, ճիշտ գործ էինք։ Եթե ամեն մեկն իր քսակի մասին մտածելով ընդհանուրի շահը չոտնահարեր, չէինք կորցնի։ Դե հա, լավ գործեր ևս արեցինք եւ դեռ կարվեն։ Ժամանակը այսպես թե այնպես անցնում գնում է, որքան էլ պնդեն, մեր պատմությունը երբեք չենք մոռանալու։ Մեր հերոս ժողովրդի գոյապայքարը երբեք չենք ուրանալու։ Հույսներդ կտրեք։ Չէ, ապե, հույս չունենաս, քեզի դրել ես գժի տեղ, որ ինչ։ Ո՞վ ես դու, հա։ Այ պիտուղ։ Կուկարիկուն ո՞րն է։ Հայերեն խոսա, ասա ծուղրուղու։